Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հուլիսի 19 Քո կոշիկները երկաթ և պղինձ լինեն և քո ուժը քո օրերի չափ լինի երկրորդ օրինաց 33-րդ գլուխ 25-րդ խոսք Ահա երկու բան է տրված ուխտավորին կոշիկներ և զորություն Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա դրանք խիստ անհրաժեշտ են խորթուբորտ ճանապարհներով ընթանալու և մահաբեր թշնամիներին ոտնակոխ անելու համար։ Մենք ոտաբոբիկ չենք գնա, որովհետև դա վայել չէ արքայական արյունից ծնված իշխաններին։ Մեր կոշիկները սովորական չեն լինի, այլ կլինեն ամուր մետաղից, պղնձից, որոնք չեն մաշվի, նույնիսկ եթե ճանապարհը երկար ու դժվար լինի։ Մեզ կտրվի այնպիսի պաշտպանություն, որը լիովին կհամապատասխանի ճանապարհի և պատերազմի պահանջներին։ Ուստի եկեք համարձակությամբ առաջ ընթանանք, չվախենալով որևէ վնասից, նույնիսկ եթե օձերի վրա քայլենք կամ մեր ոտքը հենց վիշապի վրա դնենք։ Ինչ վերաբերում է զորությանը, ապա այն կշարունակվի այնքան ժամանակ, որքան կտևեն մեր օրերը, և այն կհամապատասխանի այդ օրերի ծանրությանը և բեռին։ Խոսքերը կարճ են, ինչպես քո օրերը, այնպես էլ քո զորությունը, բայց դրանց իմաստը խորն է։ Ամեն օր մենք կարող ենք սպասել փորձությունների և աշխատանքի, որը ուժ ու եռանդ կպահանջի, սակայն նույնքան վստահությամբ կարող ենք ակնկալել նաև դրանց համապատասխան զորությունը։ Ասերին տրված այս խոստումը տրված է նաև մեզ, ովքեր հավատք ունենք այն մեզ համար յուրացնելու։ Եկեք բարձրանանք դեպի այն սուրբ համարձակությունը, որը այս խոստումը կոչված է ծնելու հավատացող սրտի մեջ։